Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ մանկավարժական խորհրդի լիստին։ Ուզում եմ այս հատվածում ներկայացնել աշխարհացույց կրթական հարթակը, ինչպես գրանցվել աշխարհացույց հարթակում, ձեզ ուղարկեմ հղում, YouTube-ում Վիզուալ Հայաստանը տեղադրել է հղումը, որպեսզի չծանրաբեռնեմ շատ, ձեզ ուղարկեմ այդ հղումը մեր ուսուցիչների խմբում և կգրանցվեք։ Ինչ է մեզ տալիս աշխարհացույց կրթական հարթակը ընդհանրապես, նախ ունենք առարկաներ, որոնք ընդգրկված են աշխարհացույցում, օրինակ հայոց պատմություն, համաշխարհային աշխարհագրություն, արվեստ, ես և շրջակա աշխարհը տարրական դպրոցների համար, ռազմարվեստի պատմություն, երաժշտություն, քանի որ ինձ հոգեհարազատ է պատմությունը, հայոց պատմությունը ընտրում եմ, դասարանները, բոլոր դասարանները կան մինչև 12-րդ դասարան, օրինակ ընտրում եմ 7-րդ դասարանի հայոց պատմությունը, բոլոր թեմաները դասերով կա, հայոց քաղաքակրթության ձևավորման պատմաշխարհագրությունը, հայկական քաղաքակրթության ձևավորումը և բացում է արդեն քարտեզը։ Երբ որ թեման ընտրում եմ, դասերը ընտրում եմ, ավելի հեշտ է, այստեղ հիմա պատուհանը բացի ցույց կտամ, կամ եթե մարդկանց եմ փնտրում պատմական նշանավոր մարդկանց, ուրեմն այստեղ այդ դասի հետ կապված մարդիկ են, օրինակ նույն Նահապետը ընտրում եմ, և քարտեզը մեզ արդեն այստեղ էլ է ցույց տալիս ակտիվ, որ այստեղ է նյութերը և նույն Նահապետի հետ կապված նկարներ։ Յուրաքանչյուր նկարի մոտ կա այդ թեմայի հետ կապված նյութ է, նշտարվել է, այո։ Բոլոր տվյալները այստեղ մոտսակված կան։ Այստեղ դեպի նկարներն են, կամ նաև տեսանյութեր, իհարկե ոչ բոլորը, բայց հիմնական հատվածում, այո, տեսանյութեր կան, որ կարող ենք միացնել։ Այստեղից շատ հաճախ տնային աշխատանք ենք տալիս, եթե երկար է լինում, տալիս ենք տնային աշխատանք։ Երեխաները դիտում են, իրենց հանձնարարված հետաքրքիր փաստերը դուրս են բերում և այստեղ արդեն քննարկում իրականացնում են։ Դա այսպես։ Հիմա իրադարձություններ, եթե ուզում եմ իրադարձությունները կարևոր, օրինակ Հայկի և Բելի ճակատամարտն է, այստեղ արդեն ամբողջ այդ դասից։ Վայրերն են, օրինակ ուզում եմ քարտեզի վրա հասկանալ որտեղ է, տեսեք միանգամից ցույց է տալիս, ես կարողանում եմ ուրեմն աշակերտներին ցույց տալ այդ տարածքը քարտեզի վրա։ Կամ Ելեսյան, մեզ միանգամից քարտեզը տանում է միջակետում, և այստեղ ակտիվանում է և տալիս օրինակ Ելեսյա քաղաքը։ Շատ հետաքրքիր է, միանգամից աշակերտները կլանվում են, ուշադիր դիտում են։ Հաջորդը գտածոները, ինչ գտածոներ են այդ վայրից հայտնաբերվելու տարածքներն են և այստեղ շատ հետաքրքիր է խաղերը, իրենք շատ սիրում են, երբ որ տեսնում են թեմայի հետ կապված խաղ կա։ Միացնում ենք միանգամից, թեստ է բերում հայկական լեռնաշխարհ պատմավարչական բաժանում։ Թեստը բացվում է և այստեղ արդեն գտնել ճիշտ պատասխանը, որքան է արագացի բարձրությունը։ Միանգամից դասի վերջում ամփոփման փուլում շատ հետաքրքիր է թեստը, երեխաները արդեն ընդգրկվում են։ Հիմա արդեն ավելացվել է նաև արհեստական բանականությունը, որը շատ հետաքրքիր է։ Կարող ենք այստեղ ինչ-որ ուզում ենք խնդրենք, թեստ էլի արհեստական բանականությունով, ուղղակի թեստը կազմվում է աշխարհացույցից եղած նյութերի հիման վրա, ոչ թե դասագրքի, այլ աշխարհացույցի։ Դասագրքում շատ քիչ է գրված տեղեկատվությունը, իսկ այստեղ ավելի մանրամասն մեզ հնարավորություն է տալիս։ Երեխաները միանգամից իրենք արդեն գալիս են, բացում են, մինչև դասը սկսելը միանում են, և նույնիսկ երբ որ ես այստեղ դաս չեմ անում, ինձ անընդհատ պահանջում են կլինի այն դասարանում դաս անենք, որովհետև